Դպրոցականների ամառային արձակուրդներին զուգահեռ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը վերսկսել է իր տարբեր ամառային կրթական ճանաչողական ծրագրերի իրականացումը։ Վերջին տարիներին փոքրիկների ամենասիրելիներից մեկը դասական երաժշտությունը մուլտֆիլմերում ծրագիրն էր, որն ամեն տարի նորովի է մեկնարկում։ Այս ամռան կրթական նորույթներից մեկը լեզուների և մշակույթ երկշաբաթյա ուսուցողական նախագիծն է, որի ավարտին մասնակիցները կստանան թանգարանի հավաստագրերը։ Դասընթացը կվարի թանգարանի ավագ գիտաշխատող լեզվաբան մշակութաբան Լենա Միսակյանը 2 ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչը մեծապես կնպաստի ոչ միայն երեխաների մշակութային գիտելիքների, այլև լեզվական հմտությունների զարգացմանը։ Դասընթացների հաջողության դեպքում ուսուցումը կանցկացվի նաև ֆրանսերեն և գերմաներեն։ Բոլոր մասնակիցները մշակույթի և արվեստի թեմաների միջոցով ծանոթանալու են տարբեր մշակութային ոլորտներին, կլինի և երաժշտություն, և կերպարվեստ, և տարբեր այլ մշակութային բնագավառներ, ինչպես նաև շրջակա միջավայր, զբոսաշրջություն։ Բոլորը լինելու են օտար լեզուներով, այսինքն նաև զարգացնելու են իրենց լեզվի իմացությունը երեխաները և ամառվա շրջանում, որպեսզի լեզուն չմոռացվի, քանի որ երկու լեզուներն էլ շատ կարևոր են, նաև երեխաները այս լեզուներով ստանալու են տեղեկություն։ Բայց իհարկե շեշտը դրվելու է մայստրոյի տան, մայստրոյի երաժշտության վրա։ Նորույթներից մեկն էլ թանգարանի կինոսրահի բացումն է։ Խաչատրյանի թանգարանի ձայնադարանը հայտնի է դասական երաժշտության իր հրաշալի հավաքածուով։ Այժմ դրան հավելվում է նաև կինոսրահը, բալետային, օպերային ներկայացումների և բացառիկ համերգների իր ընդգրկուն ծրագրով։ Կինոսրահը հարմարեցրած է հենց կինո թատրոնի բոլոր ֆորմատներով, այսինքն մեծ էկրան կա, կան հարմարավետ նստարաններ, որտեղ որ էլի այցելուները կարող են գալ ֆիլմացանկից, ընտրել իրենց նախընտրած ֆիլմը, որը կլինի թե բալետի ցուցադրություն, թե օպերայի ցուցադրություն, թե կլինեն տարբեր այլ ֆիլմեր, որտեղ որ հնչում է եւ դասական երաժշտություն եւ այլ ժանրերի լավ երաժշտություն։ Կինոսրահը մուլտդիտումների իր հատուկ ծրագրով կհյուրընկալի նաև փոքրիկներին, մինչև նրանց ծնողները կավարտեն շրջայցը թանգարանում։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։